Քերից մեկի ժամանակ, երբ որ հերթական անգամ գերեզմանոց է տարել, երկու քրոջն է վերցրել դպրոցից տուն տանելու, տարել է գերեզմանոց, մեկին իջեցրել է մեքենայից, այն մեկին բռնաբարել է, հետո այն մյուսին կանչել է նստացրել մեքենան տուն բերել, այն երկրորդը տեսել է, որ առաջինին երբ որ բռնաբարում է, ձեռքերը դրել է վզին ու ասել է, այդ երեխան լացելուց ասել է հոպարիս կասեմ, ձեռքերը դրել է վզին խեղդելու, ասել է տես, եթե հոպարիդ ասես, քեզ կմորթեմ, քեզ կսպանեմ։ Այն մյուսին ասել է, ընկերներիդ կասեմ ու բոլորին կասեմ։ Շանտաժարել եւ սպառնացել։ Դրանք շանտաժը մի քիչ ավելի մեղմ նկարագրություն է, մանավանդ անչափահասների պարագայում, պարոն Նահապետյան։ Ու ընթացքում, երբ որ ինքը հասկանում է սիտուացիան դուրս է գալիս կառավարումից, իրեն պալիտ են արել, այսպես ասած, որովհետեւ ինչ որ բաներ են սկսում խոսել։ Արագ ինքը հարևանի տղամարդուն, ավտո լվացող Արթուրին, որ էլի թոռանտեր է, 58-ամյա Արթուրը, ներքաշում է այս պատմության մեջ ու հյուրասիրում է աղջիկներից մեկին։